Աստվածաշնչի առաջի գիրքը կոչվում է Ծննդոց գիրք, եւ այնտեղ 7-րդ գլխում մի շատ տպավորիչ պահ կա, երբ որ պատմվում է Նոյան տապանի եւ ջրհեղեղի սկզբի մասին։ Գրված է, որ Աստված Նոյան ետևից փակեց տապանի դուռը, երբ որ Նոյն իր ընտանիքով եւ կենդանիների հետ մտան տապանի մեջ։ Սա ինչ է նշանակում ու ինչ խորհուրդ ունի։ Ինչու Նոյը կամ իր որդիները չփակեցին դուռը, այլ Աստված փակեց տապանի դուռը։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Աստվածաշունչն ամեն օր Telegram ալիքում մենք տասնյակ հազարավոր հայ մարդկանց հետ միասին ամեն օր Աստվածաշնչից մի գլուխ ենք կարդում եւ հիմա հասել ենք Ծննդոց գրքի 7-րդ գլխին եւ այսօր էլ կարդում ենք 8-րդ գլուխը։ Այնտեղ ես ամեն օր Աստվածաշնչի այդ գլխից մի հարց եմ գրում եւ գրում եմ 3 հնարավոր տրամաբանական տարբերակներ եւ մարդիկ ճիշտ պատասխան իմանալու համար պետք է կարդան այդ տվյալ գլուխը, որպեսզի կարողանան ճիշտ պատասխանել այդ հարցերին եւ սա մղում է մարդկանց, մեր ազգի զավակներին, հույս ունեմ, որ հետաքրքրությունից գոնե դրդված կարդալու Աստվածաշունչը ամեն օր, դա բարի սովորություն է։ Ուրեմն երեկվա հարցը Ծննդոց գրքի 7-րդ գլխից էր, քանի որ հիմա մենք ամեն օր մի գլուխ կարդում ենք Ծննդոց գրքից։ Եթե դուք դեռ չեք միացել այդ ալիքին, դուք էլ միացեք Աստվածաշունչն ամեն օր փնտրեք Telegram-ի մեջ եւ միացեք, միասին կարդանք Աստվածաշունչը։ Երեկվա հարցը ուրեմն 7-րդ գլխից էր եւ հարցը այսպես էր. երբ որ Նոյը մտավ տապան, ով նրա ետևից փակեց տապանի դուռը։ Եվ այնտեղ 3 տարբերակ կար. Նոյը փակեց տապանի դուռը, Նոյի որդիները փակեցին տապանի դուռը, Աստված նրա ետևից փակեց տապանի դուռը։ Եթե մարդը չկարդա Աստվածաշունչը, դե ինչ պետք է մտածի։ Նոյը մտավ տապան, Նոյի իր ետևից փակեց տապանի դուռը, ճիշտ այնպես ինչպես որ մենք որ տուն ենք մտնում կամ ինչ որ միտեղ ենք մտնում, մենք մեր ետևից դուռը քաշում, փակում ենք, չէ՞։ Դա մտածենք, որ տապանի դուռը մի քիչ ավելի ծանր դուռ էր, պետք է այնտեղ հերմետիկ փակվեր, կարա լիներ այսպես Նոյը մտավ տապան, տղեկին ասեց 3 տղա ուներ, տղեկին ասեց տղեկ ջան դուք դուռը փակեք, մի հատ նենց արեք որ ջուր-մուր չգա հանկարծ, ես գնում տեսնեմ այսքան կենդանիներին ուր եմ տեղավորում։ Դա էլ երկրորդ տարբերակն էր։ Բայց այնտեղ կար նաև մի տարբերակ, որ Աստված Նոյան ետևից փակեց տապանի դուռը։ Իսկապես Աստված ասում գրված է, որ երբ որ Նոյի ընտանիքով եւ բոլորի հետ միասին մտան տապան, Աստված Նոյան հետևից փակեց տապանի դուռը։ Ինչու Աստված եւ ինչ է սա նշանակում, կարող է սա մի խորհուրդ ունի։ Եկեղեցու հայրերը սրա մեջ շատ կարևոր խորհուրդ են տեսնում։ Սա մեզ, որովհետեւ ուրիշ մարդկությունից էլ ոչ մեկ չէ կարող մտնել տապան, չէ։ Որ մեր կյանքում ամեն մարդու համար գալու է մի օր, մի ոմանց համար սպասված, շատ շատերի համար չսպասված մի օր, երբ որ Աստված դուռը փակելու է։ Ու վсё, ու վերջ։ Դու էլ չես կարող ոչինչ անել քո ապաշխարության համար։ Դու էլ չես կարող ոչինչ անել քո փրկության համար։ Դուռը փակվելու է ու վերջ։ Ինչպես որ այդ ժամանակ Աստված Նոյին փրկում էր իր ընտանիքով, ասեց տապանը կառուցեք, եւ Նոյը այդ ժամանակ Աստված 120 տարի էր սահմանել ամեն մարդու համար կյանք։ Այդ ոնց որ Նոյը 120 տարի այդ սերունդի համար իրանց աչքի առաջ տապանը սարքում էր, մի տեսակ ոնց որ 120 տարի ապաշխարություն էր քարոզում։ Ու մարդիկ չէին լսում, երևի գալիս են ձեռ են առնում, ասում են, «Էս ինչ անում ես մարդը, արդեն 70 տարի է, 100 տարի է տապանա կառուցել, որտեղ երկար տևեց տապանի կառուցելը»։ Բայց գալու է մի օր, որ չսպասված ժամ, եւ հիմա տեսեք մի քիչ հետո ես ձեզ կասեմ նոր կտականից մենք այդպես պատմություն ունենք Տեր Հիսուսի կողմից պատմված, որ դուռը փակվելու է ու էլ չի բացվելու։ Ներսից ասելու են ես ձեզ չեմ ճանաչում, դուք չեք կարող ստեղ գալ։ Աստված Նոյի հետևից փակեց տապանի դուռը։ Դուք հիշում եք 10 կույսերի առակը։ 10 կույսեր կային, որոնք սպասում էին, Տեր Հիսուսը պատմեց, չէ՞, այս առակը Ավետարանում, որոնք սպասում էին, որ փեսան պիտի գա, եւ նրանք լապտերներ ունեին։ Եվ 5 կույսերը լապտերների համար նաև զապաս յուղ ունեին, որ ձեթ ունեին, որ երբ որ լապտերները հանգեն, իրենք նորից ձեթ լցնեն եւ կարողանան ավելի շատ երկար պահել։ Իսկ այն մնացած 5-ը չունեին։ Փեսան ուշացավ։ Փեսան որ ուշացավ, նրանք նիրհեցին։ Եվ երբ որ գիշերվա չսպասված ժամի լուր եկա, որ փեսան գալիս է։ Միանգամից ելան պատրաստվեցին եւ այն 5-ը, որ իրենց լապտերների լույսերը արդեն հանգում էին, այն մյուս 5-ին ասեցին ձեր ձեթից մեծ է տվեք, էլի լսնենք, որ մերը հանգում է։ Այն 5-ն էլ ասեցին, եթե մերից տանք ձեզ, կարող է մեզ չհերիքի։ Գնացեք եւ խանութ վաճառականների մոտից ձեր համար գնեք ձեր համար։
Սրանք գնացին, որ իրանց համար գնեն այս 5-ը, այդ ժամանակ Փեսան եկավ, մտան հարսանիքի սրահը, դուռը փակվեց։ Հետո այս 5-ը որ եկան, տեսան ուշացել են արդեն։ Դուռը ծեծեցին ու Փեսան ներսից ասեց. ես ձեզ չեմ ճանաչում։ Դուռը փակվել է արդեն։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Սիրելի ժողովուրդ, սրանք շատ կարևոր բաներ են։ Մանավանդ այս մեծ պահքի ընթացքում հուսով եմ, որ դուք պահ կպահում եք, սովորացնում եք ձեր երեխաներին ինչ-որ կերպով պահ կպահել։ Մենք պետք է մտածենք այս բանի մասին։ Եթե դուք նայեք մեր եկեղեցու ժամերգությունները, ամեն օր մենք 9 ժամերգություն ունենք։ Եվ այդ ժամերգությունից մի քանիսի մեջ ամեն օր հիշեցվում է ահեղ դատաստանի մասին, որ Տեր Հիսուսը պիտի գա չսպասված ժամի, եւ մենք պետք է պատրաստ լինենք, արթուն լինենք։ Տեսեք, ասում է, ուշացավ, նրանք նիրհեցին, կեսը չհասցրեցին, դուռը փակվեց ու ասեցին ներսից ես ձեզ չեմ ճանաչում։ Խնդրում եմ մտածեք այս բաների մասին այս պահքի օրերին եւ ընդհանրապես ամեն օր։ Արթուն եղեք ձեր կյանքի մեջ, որովհետեւ գալու է մի օր, որ դուռ է փակվելու մեր առաջ։ Այս աշխարհը, որի մեջ որ մենք ապրում ենք, մեզ սովորեցնում է, որ միշտ ինչ-որ հնարավորություն կա, միշտ ինչ-որ տարբերակ կա, ստեղ չհասցրեցիր, լավ վաղ ես կանես, այնտեղ չհասցրեցիր, լավ ես մյուս տարբերակը կարող ես անել։ Բայց գալու է մի օր, պատ սովորեցնում է մեզ Տերը, Աստվածաշունչում, որ այդ դուռը փակվելու է, ու մենք մեր համար էլ ոչինչ չենք կարող անել։ Ճիշտ է, եթե ձեր համար աղոթող կա այս երկրում, հələ որ կարող են ձեր զավակները կամ թոռները, եթե ձեր համար աղոթում են, թե դուք նրանց սովորացնում եք, որ բալիկ ջան, երբ որ ես գնամ, միակ լավ բանը, որ դու իմ համար կարաս անես, ոչ թե մի հատ ճոխ գերեզման սարքես, այլ խնդրում եմ քեզ ամեն օր խնդրի Տեր Հիսուսին, որ Տեր գթա իմ մամային դատաստանի օրը, գթությամբ վարվի նրա հետ։ Եթե ձեր համար աղոթողներ կան, միգուցե դա ինչ-որ մի բան կփոխի եւ կմեղմացնի ձեր վիճակը։ Այն էլ այդ աղոթողը ինչ է խնդրում, որ Տերը գթությամբ վարվի եւ ողորմությամբ վարվի ձեր նկատմամբ։ Արդարությունը պետք է անպայման ծառայեցվի, գործածվի։ Այնպես որ հիշեք այս բաների մասին, սիրելի ժողովուրդ, որ մի օր դուռ է փակվելու մեր առաջ եւ մեր սահմանը վերջանալու է այս երկրի վրա։ Դրա համար կարեւոր է, որ մենք արթուն լինենք, մեր լապտերները սրտի, մտքի, մտածողության, գաղափարի միշտ վառ լինի, կանգնած լինենք Տեր Հիսուս Քրիստոսի համար, որ երբ որ դուռը փակվելու ժամանակը գա, մենք ներսում լինենք, այլ ոչ թե կամ դրսում, ինչպես Նոյի ժամանակ ամբողջ մարդկություններ, կամ էլ ուշացած գանք դուռը ծեծենք ու մեզ ասեն ներսից ես ձեզ չեմ ճանաչում։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, եթե այս բաները ձեր համար կարևոր եղան, խնդրում եմ դուք կիսեք ձեր էջերին, թող ավելի շատ հայ մարդիկ տեսնեն, միգուցե ոմանք մտածեն, ապաշխարեն, ապաշխարության կյանք սկսեն ապրել։ Իսկ այս ձայնագրությունը, որ լսում եք, շաբաթ է, վաղն էլ կիրակի է, հիշեք պատարագ կա, Տեր Հիսուսը կանչում է բոլորիս, գնացեք պատարագին մասնակցեք եւ Աստծուն ճանաչեք եւ միացեք Աստվածաշունչն ամեն օր Telegram ալիքին, միասին տասնյակ հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչից մի գլուխ կարդանք եւ այդ բաններ սովորեցեք ձեր երեխաներին։ Բարի օր բոլորին։